Փաշինյանի վարկանիշը զգալի բարձրացել է, դառնալով 47.2%. CVN Report-ի ընտրողների վարքագիծը վերծանող ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել առաջին հարցման համեմատ վարչապետի վարկանիշը աճել է շուրջ 30%-ով 36-ից դառնալով 47.2, իսկ բացասականը նվազել է 22%-ով 45-ից դառնալով 35%. Չկողմնորոշված ընտրողների շրջանում վարչապետի գործունեությունը դրական է գնահատում 35.5%, բացասական 31.2%. Չկողմնորոշված ընտրողների շրջանում սա փոքր, բայց նկատելի բարելավում է առաջին հարցման համեմատ, երբ դրական ցուցանիշը 35.4% էր, իսկ բացասականը 33.5%. Այսպիսով նկատվում է միտում, որ չկողմնորոշված ընտրողները հակված են դրական գնահատական տալ վարչապետի գործունեությանը։ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ քննարկվել է Հայաստան-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները։ Անդրադարձ կատարվել է առաջիկա բարձրաստիճան այցերի նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը։ Աժնախագահը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ, քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։ Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ։